Արդյոք հնարավոր է վարկ վերցնել եւ շահել։ Ձեզ համար ոչ։ Դուք վարկ բառը, այդ բառը պետք է մոռանաք։ Վարկով շահել կարող են միայն ֆինանսական գրոսմայստերները։ Շախմատի մեջ ոնց է։ Ասենք Լևոն Արոնյանը կամ Մագնուս Կառլսենը կարող են շախմատ խաղալ եւ հաղթել, որտեղ իրենք իրենց ծնված օրվանից պարապել են շախմատ։ Իրենք գիտեն ոնց 20 քայլ առաջ հաշվել։ Իրենք շախմատիստ են։ Մարդը, որը շախմատիստ չէ եւ առաջին անգամ գնացել է, սկի քայլերը չգիտի, շախմատ է խաղում, ինքը որևէ շանս չունի հաղթելու։ Նույնիսկ ամենահեշտ մրցակցի առաջ ինքը պարտվելու է, որտեղ նույնիսկ քայլերը չգիտի։ Վարկով շահել դուք կարող եք միայն, եթե տարիներ եք ներդրել ձեր ֆինանսական գրագիտության մեջ եւ ֆինանսական գրոսմայստերներ եք։ Լևոն Արոնյանը կարա խաղա ձեր այդ շախմատ, թակուին զոհաբերի, հետո այդ խաղը հաղթի։ Բայց եթե դուք որոշեք թակուի զոհաբերել, հաջորդ քայլում ձեր մրցակիցը, ձեր թակավորին մի հատ կբռնաբարի, հետո նոր կուտի։ Եթե ձեր ֆինանսական պատկերացումները դեռևս այն մակարդակի են, որ փող աշխատելու համար փող է պետք, ուրեմն դուք գտնվում եք մինուս անվերջություն մակարդակում ֆինանսական։ Վարկ վերցնել եւ շահել կարող է այն մարդը միայն, որը ոչնչից կարող է փող ստեղծել։ Ոչ մի բանից։ 0 դրամով կարող է ստեղծել հարստություն։ Եվ այդ մարդը եթե վարկ վերցնի, ինքը կշահի։ Դուք եթե վարկ վերցնեք, դուք կտուժեք։